Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է։ Պաշտոնական հաղորդագրությունը այլ մանրամասներ չի հայտնում։ Մնացածը աշխատանքային այցերին բնորոշ փակ օրակարգ է, որի տրամաբանությունը հասկանալի է Հայաստանի ընթացիկ պաշտպանական բարեփոխումների եւ Վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համատեքստում։ Այս այցը անկախ կոնկրետ հանդիպումների կազմից շարունակականության կարևոր ազդակ կարող է լինել դեպի արևմտյան ինտեգրման գործնական հարթություն, զորավարժություններ, խորհրդատվություն, սահմանային կայունացում, ինստիտուցիոնալ ամրացում։ Նախորդ նախադեպերը հուշում են, որ այցը հավանաբար կենտրոնանալու է պաշտպանական բարեփոխումների, դաշնակիցների խորհրդատվական աջակցության թեմաների վրա։ Պապիկյանը վերջին շաբաթներին բաց տեքստով նշել է, որ Հայաստանը ստանում է կանոնավոր խորհրդատվական աջակցություն Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, դե ավանդաբար նաև Հունաստանից։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին էլ Պենտագոնում կայացել էր Պապիկյան Լյոյդ Օսթին հանդիպումը, որտեղ բարձրացվել էր համագործակցության ռազմավարական օրակարգն ու առանձնացվել Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա գործընկերությունը։ Այս այցը տեղավորվում է ԱՄՆ-Հայաստան պաշտպանական համագործակցության արագացող դինամիկայի մեջ։ Eagle Partner 2025 համատեղ վարժանքները արդեն անցկացվել են Հայաստանում օգոստոսի 12-ից 20-ը խաղաղապահ պատրաստվածության եւ հրամանատարաշարքային կապի հավասարակշռության խորացման նպատակով։ Դա շարունակությունն է նախորդ տարվա մեկնարկած ձևաչափին ու գործնական հենք հետագայում գուցե ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության աստիճանական բարձրացման համար։ Պապիկյանի ԱՄՆ աշխատանքային այցերի հաշվարկով սա առնվազն երրորդն է նախարարի պաշտոնավարմանը հետևած շրջանում 2022 թվականի սեպտեմբերից եւ 24 թվականի դեկտեմբերից հետո։ Այդ երկու դեպքում եւս պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել էր մեկնումը, բայց օրակարգի մասին տեղեկություններ չէին հաղորդվում։ Սա թույլ է տալիս գուցե խոսել նաեւ կայուն պարբերական բարձր մակարդակի շփումների մասին, նույնիսկ այն պարագայում, երբ կոնկրետ մանրամասներ այդպես էլ չեն հրապարակվում։ Այցի քաղաքական անվտանգային նշանակությունը պետք է դիտարկել նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ֆոնին։ Սպիտակ տանահայտարարված հայ-ադրբեջանական խաղաղության ձևակերպումները, ներառյալ TRIP տրանսպորտային նախաձեռնության շրջանակային պայմանավորվածությունները ստեղծեցին, այսպես ասած, հետխաղաղական գործընթացի օրակարգ, որտեղ առաջնահերթ են սահմանի կայունացումը, հաղորդակցությունների վերագործարկումը, ինչպես նաև պաշտպանական ոլորտի կառավարման, թափանցիկության բարեփոխումները։ Հռչակագրի քաղաքական կապիտալը հիմա պետք է վերածել ինստիտուցիոնալ կարողությունների։ Գործնական ակնկալիքները, որոնք այժմ տրամաբանական են, պետք է նաև ներառեն շարունակվող խորհրդատվական աջակցություն պաշտպանական կառավարման եւ գնման գործընթացների թափանցիկության ուղղությամբ, գործընկերների միջոցով, սահմանապահ կարողությունների ամրապնդում, տեխնիկական միջոցներով, ուսուցումներով, Eagle Partner-ի հաջորդ փուլերի նախապատրաստում, խաղաղապահ բժշկական բաղադրիչների ընդլայնմամբ, կրթական, մասնագիտական ծրագրերի խորացում ԱՄՆ համապատասխան հաստատությունների հետ։ Եվ զրուցակիցս ռազմական ու ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ։ Պարոն Արզումանյան, իհարկե, ինչպես ես նշեցի, պաշտոնական հաղորդագրությունը լրում է մանրամասներին պաշտպանության նախարարի այցի օրակարգի վերաբերյալ, թեև պաշտպանական գերատեսչություններին բնորոշ, այսպես ասենք, այդ ֆորմալությունը պահպանվում է։ Ես նաև հիշատակեցի Պապիկյանի նախորդ այցերը եւ կարևորեցի բնականաբար օգոստոսի 8-ի կամ Վաշինգտոնյան գործընթացներից հետո տեղի ունեցող այս այցը։ Միացյալ Նահանգներ, Հայաստան պաշտպանական ռազմական գործակցության նոր մակարդակի ականատես կարող ենք լինել, այսինքն նոր պայմանավորվածություններով կարող է Պապիկյանը վերադառնալ։ Առաջինը պետք է ես ողջունում եմ նման այցերը, կուզենայի, որ ավելի հաճախ լինեն, ոչ թե պաշտպանության նախարարության մակարդակի, նախարարի մակարդակի վրա, բայց ավելի քիչ ներքին մակարդակների վրա եւ ավելի բարձր մակարդակների վրա։ Դրա համար դա կարելի է միայն ողջունել այդ զարգացումները։ Երկրորդը ես ողջունում եմ, որ ընդընթացի նյութը մնում է փակ, որ հայկական կողմը կարողանում է ի վերջո չհրապարակել այն ինչը որ պետք չէ հրապարակել։ Թող մնա այդպես աշխատանքային այց է վերջակետ, հետո հետագայում երբ մենք ունենք արդյունքներ, կխոսենք արդյունքների մասին։ Դրա համար դա նույն ձևի հետ ոճը ողջունում եմ։ Փառքաստու վերջո տեսնում եմ ճիշտ տրամաբանություն, որը պետք է մեծանա, զարգանա, լայնանա։
Երկրորդը, մենք հաճախ ձեզ հետ եք խոսացել, որ TRIP-ի պրոյեկտը, որը սկսել է, դա ընդամենը հնարավորություն է Հայաստանի համար։ Եվ այդ հնարավորությունը իրականացնելու մասի համար եւ ունենալ պրոյեկտ, պետք է ունենալ փաթեթային լուծում։ Եվ այդ փաթեթային լուծումի մեջ կարևոր դեր է խաղում ռազմական անվտանգությունը, ազգային անվտանգությունը եւ մնացած հարցերը կապված են անվտանգության եւ ինքնաիշխանության հարցերի շուրջ։ Եվ երբ Հայաստանը սկսի կամաց այդ պրոյեկտի TRIP, որ կարողանանք խոսել TRIP պրոյեկտի մասին, սկսեն կոմունիկացիաներ եւ փոխգործակցություն, ոնց պիտի ձևավորվի այդ հարցերը այս այցին շուրջ, ես ուղղակի ուրախ կնեմ, որ ի վերջո հայկական կողմը սկսում է մշակել պրոյեկտը, TRIP-ի պրոյեկտը, ոչ թե միայն դեկլարացիան, որը մենք այսօր ունենք։ Երրորդը երևի պիտի ասեմ, այո, այդ հարաբերությունները փոխգործակցությունը ողջունելի են, բայց հայկական կողմը պիտի նորից հասկանա, որ այդ հարաբերությունները կարող են զարգանալ ուրիշ մակարդակի վրա եւ խորքային ձևով, եթե Հայաստանը ի վերջո լուծի իր պրոբլեմները իր այսօրվա դաշնակիցների այդպես կոչված հետ։ Հայաստանը, եթե ուզում է հարաբերությունները արևմուտքի հետ, Հնդկաստանի հետ զարգանան ուրիշ տեմպերով եւ լայնության խորությամբ, մենք ի վերջո պիտի վերջակետ դնենք Հայաստանի ռազմական հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ եւ ՀԱՊԿ-ի հետ։ Մինչև այդ հարցը մենք չլուծենք, բոլոր հարաբերությունները, փոխգործակցությունները սահմանափակվելու են կրթության մակարդակով, հայեցակարգային բարեփոխումների պատրաստման հետ եւ այլը, բայց իրական աշխատանքների, իրական Հայաստանի ռազմական եւ ազգային անվտանգության փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն կմնեն սահմանափակ։ Միացյալ Նահանգները արևմուտքյան զարգացած երկրները չեն գնալու խորքային փոխգործակցության եւ չեն կիսվելու Հայաստանի հետ այն համակարգերով, այն լուծումներով, այն զենքով, եթե Հայաստանը մնում է դաշնակից Ռուսաստանի հետ։ Հայկական կողմին պարզ դրա մասին ասել են, ես գիտեմ, որ Ամերիկան է ասել։ Չեմ ասելու, հա, բայց եղել են, ասել են եւ դա տրամաբանական է։ Մենք կարող ենք տեսնել, ասենք, որպես օրինակ անալոգիա, ոնց է Միացյալ Նահանգները F-35-ի հետ կապված վերաբերվում Թուրքիայի հետ, միջև այնքան կա S-400, իրանք չեն գնում այդ գործակցության։ Եվ այդ տրամաբանական այն ռազմական տրամաբանության մեջ, տեխնոլոգիաների տրամաբանության մեջ ոչ մեկը լուրջ ռազմական տեխնոլոգիաներ, լուծումներ չի տալու Հայաստանին, եթե կա հավանականություն, որ դա կփոխանցվի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ի ինչ-որ երկրների։ Դրա համար մենք պիտի լուծենք այդ կտորը խնդրի։ То есть այս զարգացումները, որը տեղի են ունենում նորից կասում եմ, կարելի է միայն ողջունել, հասնելու են քաղաքական սահմանափակումներին, որը Հայաստանը պիտի ինքը լուծի։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ուրիշ երկրներ մեզ չեն օգնել այդ որոշումների մեջ։ Այդ որոշումը պիտի Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ընդունի։ Պարոն Արզումանյան, երբ ասում եք, որ Հայաստանը պիտի վերջակետ տնի Ռուսաստանի հետ ռազմական հարաբերություններում, երբ ու ինչպես դա կարող է տեղի ունենալ։ Մենք արդեն խոսում ենք ոնց կարելի է այդ ցանկությունը, որը կդառնա կամ իրականացնել, ես հավաստացնում եմ, որ Հայաստանում կան սպայեր, կան մեր հաստատությունները, Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ՆԳՆ-ն, դիվանագետները կարող են նման ծրագիր, նման օպերացիա, որովհետև դա բարդ ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական օպերացիա է, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական կողմը ունի նման ներուժ, ունի նման ներուժ եւ սպայեր, նորից եմ կրկնում, դիվանագետներ, որը կարող է նման օպերացիան մշակել եւ մենք կարող ենք բավականին շուտ դա իրականացնել, եթե լինի քաղաքական կամք եւ որոշում։ Իսկ քաղաքական կամքի կամ դրա արկայության մասին չի հուշում Հայաստանի գործակցությունը արևմտյան երկրների հետ կամ այդ գործակցության խորացումը, հա, գուցե սա հենց այդ նախապատրաստական շրջանն է։ Այդ ենթական տեքստների ստեղծումն է, Ժերայր։ Մենք ստեղծում ենք ենթական տեքստներ, ստեղծում ենք միջավայր, որտեղ այդ որոշումը պիտի ընդունվի։ Այդ աշխատանքը դեկլարատիվ կամ ոչ դեկլարատիվ հիմա պրակտիկական մակարդակում քայլեր անում են 5 տարի արդեն ասենք, հա, բայց գալիս է մի պահ եւ դու պիտի ընդունես որոշում, եթե ուզում ես TRIP-ը դառնա իրականություն։ Ոչ թե մնա դեկլարատիվ մակարդակի վրա,
Դու պետք է որոշում ընդունես, որովհետև տրիպի պրոյեկտը կոմունիկացիոն եւ մնացած, որը մտադիր ենք իրականացնել, անհնար է իրականացնել, եթե այսեք այդ տարածքում գտնվում է ուրիշ երկրի ռազմական ներկայություն։ Մինչև այնտեղ կանգնած են Ռուսաստանի սահմանապահները, մինչև այն կա Ռուսաստանի ռազմական ներկայությունը, դու չես կարողանալ իրականացնել այդ պրոյեկտը։ Այդ պրոյեկտը պայթեցնելու է, որովհետև այդ պրոյեկտի իրականացումը նշանակում է, որ Ռուսաստանի ներկայությունը աշխարհաքաղաքական ասպարեզում հարավային Կովկասում եւ Հայաստանում սկսում է նվազել եւ վերջանում է, բայց վերջանալով Հայաստանում, վերջանում է հարավային Կովկասը, խնդիրներ առաջանում հյուսիսային Կովկասում եւ այլ եւ այլ։ Ռուսաստանը փայլուն հասկանում է դա։ Ռուսաստանի պետք չէ դա բացատրել։ Դրա համար լինելու է դիմադրություն, ինչքան Հայաստանը շարունակի այդ քայլեր անել, ինքան դիմադրությունը մեծանալու է։ Եվ մենք բացի պասիվ կամ դիվանագիտական, տնտեսական սպառնալիքից եւ ազդեցությունից ճնշումից ստանալ եք ուրիշ ճնշում։ Դա պետք է բարձ հասկանալ։ Ուրիշ ինչ։ Չեմ ուզում խորանալ, կարող է Ռուսաստանը փորձ ունի, ոնց է ինքը օգտագործում հիբրիդային պատերազմի ներքո ուրիշ մեթոդներ ազդելու երկրների վրա, որին վրա ուզում է ճնշում գործի։ Մենք այդ ճնշումը տեսել ենք անցեք ընտրության ժամանակ Մոլդավիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանը հաստատ ունի հնարավորություններ եւ գործիքներ ազդել Հայաստանի վրա ռազմական ոլորտում, ոչ թե ուղղակի ռազմական գործողությունները, բայց ուրիշ մեթոդներով, բայց դա լինելու է պատերազմ։ Այնինչ մենք տեսնում ենք Եվրոպայի նկատմամբ այսօր, ասենք հիբրիդային պատերազմների դրոնների ներխուժումը Պոլշա, Էստոնիա, Դանիա եւ այլ Ռուսաստանը ունի եւ հնարավորություններ եւ մեթոդներ եւ ունի աշխատակազմ լիչնի սաստավ Հայաստանում դա ամեն ինչ իրականացնելու համար եւ Հայաստանը եթե ուզում է այդքան լուրջ պրոյեկտ իրականացնել եւ իրոք Միացյալ Նահանգներին բերել Հայաստան ոչ թե ռազմական ոլորտով ցավոք սրտի դա այսօր անհնար է մենք պատրաստ չունենք այդ հնարավորությունը ձևավորել ռազմական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ դրան դեր չեք հասել բայց սկսել տնտեսական միջազգային տնտեսական պրոյեկտի այդ հնարավորություն կա եւ դա հազվադեպ հնարավորություն է, որ մենք պարտավոր ենք օգտագործել։ Բայց դրա համար մենք պիտի անենք մեր, չեմ ուզում ասել տնային աշխատանքը, որովհետեւ դա վուլգար կլինի, բայց որովհետեւ խնդրումը խիստ կարեւոր է եւ հայկական ինքնիշխանության, պետական ինքնիշխանության հարց է։ Մենք պիտի ի վերջ տանք Հայաստանի, Ռուսաստանի ռազմական ներկայությունը մանավանդ հետո կամաց լուծելով այդ խնդրումը ողջ Հայաստանի տարածքում։ Այդ ժամանակ Հայաստանը կարող է իրոք ստանալ հնարավորություն թռիչքային զարգացման համար։ Ես դա մեջ համոզված եմ։ Իսկ այդ հարաբերություններում վերջակետ դնելը ինչ որ ռիսկ է պարունակում է։ Իհարկե։ Օրինակ ինչպիսի։ Ոչ թե միայն ռիսկ, այստեղ կլինեն սպառնալիքներ։ Ռուսաստանը կարող է անցնել ռազմական գործողությունների հիբրիդային մեթոդներին, մենք դրանք պիտի պատրաստ լինենք։ Եվ դու որպես պետություն պիտի պաշտպանվես ոնց ես պատասխանելու։ Դրա համար ես ասում եմ բարդ դիվանագիտական միջազգային հանդիենթակցած պիտի կառուցվի քաղաքական եւ ռազմական օպերացիա ժրայր։ Դա ոչ թե դեկլարացիա Ռուսաստանը պիտի զորքերը հանի 3 օրում պիտի գնան, պետք չէ դեկլարացիաներ։ Ռուսաստանի պիտի դնես փաստի արժե, որ իրենք դուրս են գալիս։ Ինչքան կարելի է արդեն սկսում եմ խոսել այդ նման օպերացիայի կազմակերպման, պլանավորման մասին, մեր սպայերը դա կանեն, դիվանագետները կանեն, չեմ ուզում հրապարակորեն խոսել, բայց ես նորից եմ կրկնում մեր սպայերի Գենշտաբի, ԱԳՆ-ի, ԱՀՑ-ն չգիտեմ, բայց համոզված եմ, որ այնտեղ էլ կան լավ սպայեր եւ կարող են աշխատել, իրանք կարող են հավաքվել եւ նման օպերացիա մշակել։ Եվ մենք ի վերջո, եթե ուզում եք ունենալ լուրջ հարաբերություններ արտաքին աշխարհի հետ, պիտի վերջ տաք Ռուսաստանի ռազմական ներկայության։ Ուրիշ ելք չկա ժրայր։ Ուրիշ ձևի Հայաստանը զարգանալու հնարավորություն չի ունենալու։ Որովհետև Ռուսաստանը եղել է եւ մնում է աշխատում է պայթեցնելով, անկայունություն մտցնելով, ճնշելով մեթոդների վրա։ Ի տարբերություն անցեք Միացյալ Նահանգներին, որոնք ունեն դպրոց, ունեն ունակություն, մշակույթ, օգնել ռազմական իր գործակողություններից տնտեսական զարգանալ։ Պլան Մարշալը, որ իրանք արեցին, Հարավային Կորեան բարձրացրեցին, Ճապոնիային բարձրացրեցին, Միացյալ Նահանգների ոչն է այդպես, Արևմուտքի ոչն է, ունենալ հզոր դաշնակից։ Եվ այստեղ մեր նպատակները եւ մոտեցումները համընկնում են։ Ես էլ եմ ուզում, որ Հայաստանն ունի հզոր,
ռազմական, տնտեսական հզոր պետություն, ում հետ բոլորը ուզում են փոխգործակցել։ Ռուսաստանին պետք է թույլ կախվածության մեջ գտնող միշտ այդ բալանսի մեջ գտնող երկիր, որի վրա կարելի է մատերով վերակառավարել կամ պահել իր վերահսկողության տակ։ Դրա համար նորից եմ կրկնում երրորդ անգամը, դա քաղաքական որոշում է։ Այդ որոշումը կախված չէ պետական հաստատությունների իրենց։ Իրանք պատրաստ են իրականացնել, բայց պիտի լինի պետական ոչ քաղաքական եւ որոշում կամ այդ ճանապարհին ի վերջո անցնել։ Ենթակառուցվածքները, համատեքստերը կարող է ստեղծել անվերջ պատրաստ չեմ, չէ, պատրաստ չեմ, դու միջև վերջը պատրաստ չես նվել քայլի։ Չի կարելի վերջնական պատրաստության մեջ լինի նման կտրուկ նման հեղաշրջման եւ նման ուզումներին, որը փաստորեն փոխում են կովեկտորները զարգացման։ Հայաստանի վարչապետը ուղևորվեց Եգիպտոս, Շարմ էլ-Շեյխում կայանում է կարծեք թե դարակազմիկ իրադարձություն Մերձարարարյան տարածաշրջանի համար Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովն է, բավականին ներկայացուցչական կազմով են հավաքվում Եգիպտոսում, դե Միացյալ Նահանգների նախագահի, այսպես ասենք, գլխավորությամբ, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը եւ այլն Թուրքիան են այնտեղ հրավիրված։ Մասնավորապես Հայաստանի եւ լավ Ադրբեջանի էլ ասենք ներկայության հրավերի համատեքստը ո՞րն է այստեղ։ Ոչ մի համատեքստ չկա, ժայռ, պետք չէ բարդացնել խնդիրը։ Արաբական երկիրը, իսլամական աշխարհը ունի իր շահերը, իր մոտեցումները լուծման եւ Հայաստանը լինելով քրիստոնեական երկիր, բայց ունենալով ավանդական դարավոր կապեր արաբական աշխարհի հետ, մենք կարող ենք օգտագործել դա եւ ներկայանալ այնտեղ։ Ոչ թե որպես թշնամի, ասենք Իսրայելը արաբական երկրների համար կա եւ մնում է թշնամական հարաբերությունների մեջ։ Մենք լինելով քրիստոնեական երկիր, նորից եմ կրկնում, ունենք այդ հնարավորությունը կառուցել ուրիշ հարաբերություններ։ Այդ հնարավորությունը այսօր կա ժայռ եւ հայկական ներկայությունը այնտեղ պիտի լուծի այդ խնդրեմ։ Մեզ համար պիտի երկրորդական լինի ինչ անում այնտեղ Ադրբեջանը, ինչ անում Թուրքիան։ Մենք պիտի դնենք, լուծենք, ոնց ենք վերականգնում հայ-արաբական հարաբերությունները ուրիշ մակարդակի վրա, ելնելով եւ հիմնելով մշակութային, պատմական դարավոր կապերի վրա եւ դա կարող է Հայաստանին հզորացնել եւ բարձրացնել ուրիշ մակարդակի վրա արաբական երկրում, Մերձավոր Արևելքում։ Մենք կարող ենք այդտեղ ունենալ յուրահատուկ դեր, յուրահատուկ հնարավորություններ, որոնք մենք չենք օգտագործում։ Այսինքն այսօր կարող եք տեսնել Կատարը ոնց է խաղում։ Կատարը դարձել է այն հարթակը, որտեղ բոլորը շատ երկրներ համաձայնվում են, ուժային կենտրոններ համաձայնում են գալ եւ դիվանագիտական փոխգործակցություն կամ աշխատանք անցկացնել։ Հայաստանը լինելով քրիստոնեական երկիր, լինելով չեզոք արաբական, իսլամական խաղերից, հարաբերություններից նման հարթակ հաստատ կարող է դլինի, որտեղ բոլոր իսլամական երկրները բացի Թուրքիայից այսօր պատրաստ են Հայաստանի հետ ունենալ հարաբերություններ եւ Պակիստանը, հա, Թուրքիան, Պակիստան, 2-3-ն են այդ 1 միլիարդանոց դիվանագիտական հարաբերություններ իմացին դիվանագիտական հարաբերություններից Պակիստանի հետ։ Հա, այդ երկրորդական է Պակիստանը կմնա թշնամի, պետք չէ այստեղ ինչ որ մտածել, որտեղ մեծ փոփոխություններ կլինեն։ Եվ ես գիտեմ, եւ 2019-20 թվականի ԱԳՆ-ում մշակում են ման հայեցակարգեր։ Այն ժամանակ 2018 թվականից այնտեղ եղել են փորձագետներ, եղել են դիվանագետներ, ում հետ ես ասենք խոսում էի։ Հիմա մշակում են։ Լինելով խորհրդական արտգործնախարարի Արցախի, նաեւ այդ ամեն ինչն եմ 2020 թվականից ինչ է տեղի ունենում, ես ուղղակի տեղյակ չեմ, բայց Հայաստանը այդ հնարավորությունը ունի։ Հայաստանի դիվանագիտությունը այդ հնարավորությունը ունի։ Կատարը օգտագործել այն, որ ինքը հարուստ է, ինքը շքեղ է, եւ այդ շքեղության վրա, այդ հարստության վրա իր ազդեցությունը ունենալով ինքը կարողացել է այդ հարթակ կառուցել, բայց ունենալով ջիհադիստական, իսլամիստական գաղափարախոսության ներքո ինքը կարողացել է դանել այդ սահմանափակումների մեջ։ Հայաստանը սահմանափակումները չունի։ Մենք կարող ենք ավելի լայն հարթակներ հավաքել, բայց դա պարտադրում է համակարգային աշխատանք տարիների, տասնամյակների
հետևանքում դա պիտի այդ process-ները հանես իշխանության ոլորտից, քաղաքական ցիկլներից եւ դեպավորես ուրիշ մակարդակի վրա։ Եվ հույս ունեմ, որ մենք դա կարող ենք անել։ Այսինքն հիմնական պատճառը դա է ձեր թվարկածը Հայաստանի ներկայության։ Ես չգիտեմ, բայց ես կուզենայի, որ դա լինի։ Բայց մնացածները երկրորդական եւ շատ շուտ փոխվելու են, որովհետեւ միջավայրը, անվտանգության միջավայրը մեր ժողովրդավելքում փոխվում է եւ կշարունակի փոխվել։ Փոքր լուծումները, լոկալ լուծումները, ժամկետում մի շաբաթվա, մի ամսվա լուծումները հաստատ չեն աշխատելու, մի ամսից հետո հաստատ փոխվելու։ Ես կուզենայի, որ հայկական կողմը իր դիվանագիտական հնարավորությունները եւ ներուժը ձևավորի ավելի երկարաժամկետ process-ների մեջ եւ ծրագրերի մեջ, որովհետեւ շատ է փոխվել ամեն ժրայր։ Մենք այդ փոփոխվող միջավայրի մեջ չենք կարող մեծ տեղ ունենալ։ Մենք պետք է գնանք, հասկանանք ինչ է կատարվում, ճակետներում հետախուզություն անցկացնենք, տեսնենք մեր ժողովրդավելքում այսօր ինչ է տեղի ունենում, ինչ որոշումներ կարելի է սպասել, հավաքել, քաղել ինֆորմացիա մեզ համար, բայց եթե խոսում ենք ծրագրավորման մասին, մենք կարող ենք ոչ մի բան չանել էներգիա չծախսել, որովհետև դա էներգիա բայց ի սկզբանե հասկանաց, որ դու պիտի մտածես 10, 15, 20 տարվա դիվանագիտության ծրագրի եւ հայեցակարգի մշակման տրամաբանության մեջ եւ շարժվես այդպես։ Վարչապետները կգնան, արտգործնախարարները կգնան, հայկական դիվանագիտության ուղղությունը ռազմավարական ձևավորված պիտի լինի եւ պիտի զարգանա։ Դոյս այն լուծումները, որը ես սպասում եմ անվտանգության ոլորտում, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգի եւ մոտեցման ներքո, որը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ կամաց իրականացնում է, մենք պարտավոր ենք նման լուծումները համապարփակ ունենալ նաեւ դիվանագիտության զարգացման մեջ, նաեւ տնտեսության զարգացման մեջ, ֆինանսական զարգացման մեջ։ То есть, վերջում մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը կորցրել է ժամանակ, երբ մենք կարող ենք էվոլյուցիոն ճանապարհի վրա կամաց զարգանանք, եւ այն համակարգային ճգնաժամը, խնդիրները, որ արժեվ կանգնած է հայկական պետականությունը, պարտադրում են խորքային եւ ռազմավարական լուծումներ։ Մենք պիտի այդ շրջադարձը կատարենք խորքային մակարդակի վրա, ժիրայր, մենք ժամանակ չունենք եւ հնարավորություն չունենք կամաց փոխվել, դեկլարատիվ փոխվել։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի Վաշինգտոնյան խաղաղության գործընթացը չի կապվում էս Շարմ el-Շեյխի գագաթաժողովի ներկայության հետ։ Դա ընդհանրապես գործընթաց է, գործընթացի մեջ մենք ունենք դեկլարացիա, հռչակագիր, ուրիշ ոչինչ բան չունենք, ժիրայր, մնացածը դու պարտավոր ես կառուցել։ Հայկական կողմը պիտի կառուցի իր կտոր աշխատանքը պիտի անի։ Մենք խոսել ենք քաղաքական որոշումների մասին, կամքի մասին, բացի կամքից դու պիտի պատրաստես այդ փաթեթը։ Այսինքն դա հնարավորություն է գործելու։ Դա հնարավորություն է, դա ներուժ է, հնարավորություն է, բայց հնարավորությունը փոխակերպել եւ ստանալ գործողություն եւ ճանապարհային քարտեզ, ռազմավարություն, ոնց է դրան գնում, դու պիտի պատրաստես պրոյեկտ։ Եվ այդ պրոյեկտը հիշում եք, դրա մասին խոսում եք, կներառի իրար մեջ ինքնիշխանության հարցեր, ազգային անվտանգության հարցեր, ռազմական անվտանգության հարցեր, տնտեսական խնդիրներ, կոմունիկացիաների բացելու, բլոկադան վերացնելու հարցեր եւ այլ։ Դա այդպես հասկանում եք, մեծ խնդրեմ է, եւ այդ պրոյեկտը վերտիկալ պրոյեկտը, որը սկսում է աշխարհակաղակական ասպարեզից եւ վերջանում է մինչեւ տնտեսություն հողի վրա, դու պարտավոր ես մշակել, ոնց ես դու տեսնում տրիպը, որպես հայկական կողմ, կոպոտեցումը, մոտեցումը ո՞րն է ժիրայր։ Ես ցավոք սրտի այսօր չեմ տեսնում այդ աշխատանքային խումբը եւ նման մոտեցումը եւ Հայաստանը բացի քաղաքական հայտարարություններից, դեկլարացիաներից անցնում է այդ աշխատանքին եւ կառուցում է այդ աշխատանքային խումբը ճակետներում կամ առանց ճակետներ, որ այդ պրոյեկտը պիտի պատրաստի։ Դու կարող ես ունենալ փայլուն համատեքստեր, կարող ես ունենալ փայլուն հնարավորություններ, բայց դու պիտի պատրաստ ես այդ հնարավորությունները օգտագործես։ Եթե չես օգտագործում, այդ հնարավորությունները գալիս են գնում են։ 30 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տասնյակ նման հնարավորություններ, որը չեք օգտագործել։ Եվ ով է մեզ ասել, որ թե հիմա վերի, չգիտեմ ինչու, ինքը հնարավորությունները կդառնան իրականություն, այդպես չի աշխատում։ Դու պիտի ունենաս կամք, դու պիտի ունենաս ինքնիշխան, դու պիտի դառնաս դերակատար, որ ինքն է որոշում ընդունում, որ ես այս անում եմ։
եւ անելու ունեմ այս մոտեցումը։ Եվ այդպես ես մոտենում, քո ուրիշ հետաքրքրված կողմերը, դերակատարները տեսնում են դու լուրջ ես, քեզ հետ կարելի է գործ ունենալ։ Այդ կտորը, այդ աշխատանքը ոնց ես դու դառնում դերակատար տրիպի մեջ, ոչ թե մի կողմ, որ ինչ որ սպասարկում է կամ սպասում է, որ այնտեղ լուծումներ կունենան, եթե դառնաս դերակատար, դա հնարավոր է իրականացնել։ Եթե չէ, դա կողքովը կանցնի։ Տրամպը կգնա 3 տարուց հետո այդ հնարավորությունը կգնա։ Ոնց մենք կորցրել ենք 2095 թվականին ենք մենք կորցրել, հետո մենք կորցրել ենք 99 թվականին եւ մենք ստացել ենք այբեկչական ակտը մեր պարլամենտում, հետո կորցրել ենք 2008 թվականին, կորցրել ենք 2016 թվականին եւ այլ մենք պիտի հասկանանք, որ պիտի դառնանք դերակատար։ Մեր ապագան, մեր ճակատագիրը, մեր ձեռքերի մեջ է։ Երբ այդպես ես մոտենում, այդ ժամանակ կարողանում ես իրականացնել։ Եթե ոչ, մենք նորից կկորցնենք, բայց դա շատ ցավալի կլինի ինձ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցակիցս ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյան։